Շատ գույներ, բայց առլույսով լի և մի բարիք ընքուր փերի Ախ որքան ուզում եմ ինձ տեսնի լսի փերին այդ և առած լույս է թևին ինձ տանի հեքիաթները իմ առաշխար կահերած բարիք և չար մեջերով սահեց լույս փերի բարին ողնիշ չարի հեքիաթները Նոր այս գրքում պիտի գտնեմ ես ու վարգույներ պայծառ պես Եվ գիտեմ պիտի լսի ինձ ու վարի փերին լույսերս չաղ գտա ճամփիս աստղեր որ հասնեմ հեքիաթները իմ վառաշխար կահերած բարիք և չար մեջերով սահեց լույս փերի բարին ողնիշ չարի հեքիաթները Այո, մենք Երևանի թիվ 153 դպրոցի կրտսեր դպրոցականներն ենք։ Այսօր մենք ուրախ ենք և հպարտ ենք, որ գտնվում ենք այս կրթօջախի բեմում և տեսնում այսքան ջերմ ու հարազատ դեմքեր։ Ուրախ ենք, որ արևի պայծառ ժպիտի ներքո հաճախում ենք դպրոց, զմայվում նորահարս ծառերի գեղեցկությամբ, տարվում թռչունների բարը հնչյուն ջրվող հյունով։ Ուրախ ենք, որ յուրաքանչյուր օր մեզ պարգևում է երկու ծիծաղ, նորանոր գիտելիքներ, հայրենասիրության դասեր։ Ծանոթանում ենք առասպելների, որոնք պատմում են աշխարհի ստեղծման, բնության, երևույթների մասին։ Մտնում ենք հեքիաթների աշխարհ, ապշտակվում հրաշքներով, ծառազանության ու բարին։
առածն ու ասացվածքը առակտ են խրատական խոսք է, սակայն այն տարբերվում է պատմողական բնույթով ու կերպարներով։ Արակագիրներն են Մղիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Իվան Կրիլովը, Մկրտիչ Կորյունը, Աթաբեկ Խնկոյանը և մյուս այլ արակագիրներ, սակայն ամենահին հեղինակը հուն Եզովպոսն է, չափազանց իմաստուն մի ստրուկ։ Ես այստեղ եմ, ով, մարդիկ, հավատս չի գալիս, միթե 21-րդ դարի երեխաները գիտեն իմ մասին ու կարդում են առակներս, միթե դարեր հետո հասկացան ու գնահատեցին ինձ, կարդացեք առակները, հասկացեք նրանց հրատական իմաստուն, քանզի առակների շնորհիվ դաստիարակվում են շատ ազգեր, բազմաթիվ սերունդներ։ Մենք սիրով ենք կարդում առակներ և մեկնաբանում, իսկ այսօր կներկայացնենք մի շարք առակներ և մեկ անգամ ևս կհամոզվենք, թե որքան կարևոր է կենդանիների և թռչունների դերն առակներում։ Հաջողություն մաղթենք նրանց։ Ասա թողին էր պակաստեղ, էլա Ֆերիկա իրար, կովեք աշխար գիտի, թե դուք ով եք։ Կարդուք դու երջերում։ Ես հնազանդ եմ, այդքան հնազանդ, որ ընտանի եմ դարձել բաղուս, լավ գիտեմ, որ ընտեր եմ արդու, և կարող եմ պաշտպանել, սակայն վախենում եմ բոլոր տեսակի գազաններից, իսկ դու երջերում հասակով բարձր, արագավազ, քո երջուներով կարող ես հրաշալի պաշտպանել, ինչպես վախենում գազաններից։ Իսկապես, ես արագավազ եմ, իսկ իմ երջուներից կերազեր ունենալ ցանկացած կենդանի, բայց հերիք է լսեմ գալի ոռնոցը, գլխիս մեջ ամեն ինչ լուսնում է և միայն փախուստի մասին եմ մտածում։ Առակս ցուցաներ, եթե էությամբ բախտոտ ես, ես ոչ ոք քաջություն չի կարող տալ, եթե անգամ խոշոր ես ու ամրակազմ։ Thank you.
չօգտագործես, աշխատասիրությունը կհաղթի։ Աշխատասեր եղեք երեխաներ, միայն այդ դեպքում կհաղթեք։ Իմ ծաղուկն այնքան ջարդիկ է, այնքան ջստլիկ, դեռ փոքրիկ է, երբ մի քանի կոնֆետ ունեցավ, բայց ես նրան հրահուսեցի, համբուրեցի, երբ մի քիչ մեծացավ, հափշտակեց մրգերով լի մի զամբյուղ, մրգերն անուշ էին ու քաղցրահամ, իմ ծաղուկն ուրիշ է, ուրիշ։ Ահա, բռնվեցիր կողքապիկ, ինչպես ես համարձակվել գովանալ արի ու ծարքայի զարդերը, հիմա կտանեն գուխատենք քեզ։ Օ, ոչ, մի տարեք իմ զավակին, նա միակն է, իմ սիրելի է։ Սուր են արդյունքները գմայ, ուշ է, շատ ուշ է, ամեն ինչ սկսվեց դեռան մի քանի կոնֆետներից, դեռան ժամանակ պիտի պատժեր զավակին, զավակը մեծացավ գողություններ հետը, անշուր սեղուկը զուր չէր մարական գուրգուրանքից, եզուր չէր լսել մարական խրատը։ Ձեր խրատը մի խնայեք երեխաներին, եթե ապտակեք սխալի համար, ոչինչ չի լինի, նրանք ետ կկանգնեն մոլորության ճամփից։ Ճպուրն ու մրջյունը։ Թրի վրի մի ճպուրը ողջամար շռումը, երկում ջրում է, ուրախանում ու պարում, մինեն ահնձմերը փրեց իրեն թևերը, բացեց գորգը սպիտակ, դաշտերն առավ ձյունի տակ, անցան պայծառ օրերը, էլ ո՞ն ասեն, երբ ամենից սպիտակ, թե սեղան կար, թե ուցյակը։ Եկան օրեր ցրտաշունչ, ճպուրը կապլուր ու մուշ, Խաղցած փորիս էլ ինչ է, սուրտը տարավ, ոտ ու ձեր։ զնգր դողալով, ծանր սողալով, աղի արդյունք թափելով ճպուրը ինձ խնդրում էր։ Գլխից մատակ սանամեր, մի ճարարը, շունչ արներ, սրտից սովից չնայներ, կերակրիր, տաքացրու, միջև կարուն ապրեցրու։ Ինչ հապար է սանիկս, զարմանում եմ ջանիկս, չաշխատեցիր ամրանը, ասա ինչն էր պատճառը։ Էդպես բանի սանամեր, էլ ժամանակ ուղում է, էլ խոտերում բուրավեր, երկում էինք մերոնց հետ։ Ուրեմն դու Այո ես, ողջամարը դերում ես, երկում էի շատ բարի, այժմ եմ բռնի վերվերի, քամի ծապ կա դու բարի։ Ճպուրը չգիտեր, որ ամարվա փուշը ձմերվան ուշներ։ Անկան ճպուր, ով աշխատի, նա կուտի, տեղին է ասած։ Հանցը դրին եկավ, գործը դրին փախավ։ Քստինգով դատվածը ամով է օդվում։ Բարև, ծզնամքս բզաննեղու, ինչ անշնորդ ես ու փոքր ես դու, ինչ ես թրջկոտում դու ծաղկիտ ծաղի, բանը որ չունես, դու պստիկ ամբարի։ Տեսեք ով է խոսում ամբարությունից, գորդը կրկրան ու մեծաբերան, մեծ սիրահարը կեղտաջրերի, իրան զգում է այնքան երջանիկ, լավ է մի տեսք չունես կարգին, հետևիշ քո վարք ու վարքին։ Ֆու, այ բզա, ես գործ եմ գործ, երկել գիտեմ, լսիր խորխոր, ինեմ թե դու, թե ցամաք, երկել սաղ եմ, չանես հանակ։ Ինչ ես շինում դու ցամաքում, կամ էլ ջրում, կրկռում ես, հա կրկռում, իսկ ես ծաղիկներից գույր եմ հավաքում, մեղր եմ ստանում օգտակար, մարդկանց դեղ ու ճար։ Մի մոռացի, դու խայթում ես, սակայն ես ոչ, միշտ այդպես է անճարակը, չի հասկանում իր վիճակը, գնամ կանանց դաշտերի մեջ, իսկ դու սուսվիր դիրվում անվերջ։ մեծաբերան գործը այդպես կրկռում էր իրեն գովում, մեկ էլ հանկարծ կրյան գործին վեր է նետում, բարձր հոտին անուշանում։ Yes,
Стрекоза уж не поет.
уголок. Вороне где-то Бог послал кусочек сыру. Наесть ворона прямо здесь позавтракать было. Совсем уж собралась. Вдруг призадумалась, а сыр во рту держал. На ту беду лиса близёнку прижала. Вдруг сырный дуб лису остановил. Лисица видит сыр, лисицу сыр пленил. Стопка от дерева на цепочках подходит, глядит хвостом, с вороной глазом сходит и говорит: голубушка, так хорошо, ну что за шею, что за глазки, рассказывай так право сказку, какие перышки, какой носок, это ангельский воздушный голосок. Спой, Светик, не стыдись, что ежели сестрица, при красоте такой песни мастерить, чтоб ты у нас была царь птица. В Вещунина с похвал скружилась голова, от радости к забу дыхание сперла, на приветливых лисиц на слова ворона гаркнула во все воронье горло. Сыр выпал, с ним была фруктовка такова. Зеркало и обезьяна. Мартышка в зеркале видела образ свой, тихохонько медведь долг ногой. Смотри, как говорит. Что ты там за рожа? Какие у него жидкие прыжки. Я утопилась бы с тоски, когда бы на нее хоть суть была похожа. А ведь, признайся, есть из кумушек моих таких гребляк 5-6. Я даже их могу по пальцам перечесть. Чем кумушек, считай, трудиться, не лучше ли на себя ума обратиться? И Мишка отвечал, но Мишенькин ответ лишь промыслу пропал. Таких примеров много в мире. Не любит узнавать никто себя в сатире. Я даже видел-то вчера, что Климич руку не чист. Все это знают. Про взятки Климича читают, а украдкой кивает на Петра. Звали в народе баснописца Ивана Андреевича Крылова. Он прожил долгую жизнь и написал много басен. Цель басни – высмеять плохие качества человека, трусость, жадность, лицемерие, бахвальство. Баснописец хочет, чтобы люди увидели, как это плохо, и не были такими. Многие басни переведены на другие языки. Вот и на армянский язык переведен на басня «Свиказа и муравей». Ее перевела Атабек Хангоян. Նրանք հեղինակները ուներ նպատակ ուսուցելու միջոցով սովորեցնել զանազանել լավն ու վատը, ճիշտ ապրել աշխարհում։ Ուստի եկեք այնպես ապրենք, այնպիսի հրամաններ տարածենք, որ ողջ աշխարհում խաղաղություն տիրի, և թող լեզուն շարունակ երգեր երգի։
տիրապետող, պահված ունեցող, դերասանական արվեստին տիրապետող ինչ-որ սիրը դասական հրաշքներ, կեցեք ապրեք։ Յուրաքանչյուր դասարան իր թեմատիկաներ ընտրել, մեկը մեկի նման չեն։ Այս բեմահարվակը մայիս ամսին ազատ չի եղել որևէ օր, չեն տեսել մի մեկ մետոդալում ու կրգելի նախորդին։ Որքան երեխա այդքան դիմագից, որքան երեխա այդքան մոտեցում և չգիտեմ, իսկապես իմսի զգացողություն է, եթե ուզում ես ապրել, գնա դահլիճ, նստիր և նայի աշակերտի խոսքերով միջոցառումը։ Երանի այս արժեհամակարգը կրել ձեզանից մեծ է։ Երանի։ Կեցեք եկերու վազում է, ապրել։ Ու չի պակասում, տարիները իմաստնություն տալիս է, բայց երանդը չի պակասում։ Կեցեք, ապրեք շատ, գրկում են բոլորից, ասում եմ ձեզ ինչ որ գրված է, խաղաղություն, առողջություն, երջանիկ մանկություն, սեր, ամեն ինչ գրել եք, ասվորություն, բնություն, չախտոտված, մարդուն, ձեր էության հավալիք, ձեր ներքին աշխարհի համահունչ։ Կեցեք, դուք ավարտեցիք ձեր ուսումնառության առաջին էտապը, ավարտել եք պատվով, Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի, պատանի մեզ դարձրեցի։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուրանհոգ էինք երջանիկ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զան դպրոցի ճամփան ոլոր մոլոր Այդպես էլ եղավ։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր կարգապահության, կազմակերպվածության, ամեն մարդ տեսակի, ամեն ինչի համար։ Կեցեք շնորհակալություն։ Հիմա ուզում եմ, որ դուք ապրեք խաղաղ երկրի տակ, ունենաք սիբիրյան քաջ առողջություն, երջանիկ մանկություն և Աստծո օրհնությամբ հասնեք ձեր ծնողների և ձեր երազանքների։ Եմ կամել ուշացել իմ դպրոց հավերժ կանգնած, հեռանում եմ ես